Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 11-րդ գլուխ Սողոմոն գեհերանա Աստուծմե։ Սողոմոն թագավորը Փարավոնի աղջիկեն զատ շատ օդարասկի գիներ սիրեց, այսինքն Մովապացի, Ամմոնացի, Եդոմայեցի, Սիդոնացի ու Քեդացի գիներ, այն ասկերեն, որոնց համար դերը Իսրայելի որդիներուն ըսեր էր, անոնց կով մի մտնեք եւ անոնք ալ ցերկով թող չմտնեն, որբեսի ցեր սիրտերը իրենց աստվածներուն չհագեցնեն։ Սողոմոն սիրով անոնց հարեցավ, ան 700 իշխանազուն գին ուներ ու 300 հարջ, անոր գիները իր սիրտը հագեցուցին։ Սողոմոնի ձերության ժամանակ անոր գիները իր սիրտը օդար աստվածներու հագեցուցին եւ անոր սիրտը իր հոր Դավիթի սիրտին պես կադարյալ չեղավ դիրոջ իր աստուծուն հանդեպ։ Սողոմոն Սիդոնացիներու աստուծույն Աստարովթի եւ Ամոնացիներուն բիղծ Մեղքոմի հետևեցավ։ Սողոմոն դիրոջ արչեւ չարիք կործեց ու իր հոր Դավիթին պես լման դիրոջ չհետևեցավ։ Այնադեն Սողոմոն Երուսաղեմի դիմաց եղող լերան վրա Մովապացիներուն բիղծ Քամովսին համար բարձր դերմը գառուցանեց եւ Ամոնի որդիներուն բիղծ Մողոքին համարալ։ Նույնպես ալ ռավ իր բոլոր օդարասկի գիներուն համար, որոնք իրենց աստվածներուն խուն կձխեին ու զոհ գմադուցանեին։ Դերը Սողոմոնի թեմ փարգացավ, որովհետև անոր սիրտը դարձավ դիրոջմեն Իսրայելի աստուծմեն, որ երկու անգամ իրեն երևցեր էր։ Եվ ճիշտ այս մասին իրեն բադվիրեր էր, որ ուրիշ աստվածներու չհետևի, բայց ինք դիրոջ բադվերը չբահեց։ Ուստի դերը Սողոմոնի ասավ. «Քանի դու այսպես ըրիր, եւ իմ ուխտս ու քեզի բադվիրած կանոններս չբայեցիր, թագավորությունը անշուշտ քեզմե պիտի խլեմ եւ զայն ծարայիդ պիտի տամ։ Միայն թե այս բանը քու օրերուտ մեջ պիտի չնեմ, քու հորը Դավիթի սիրույն համար, հաբա զայն քու որդիից ցերկեն պիտի խլեմ։ Սակայն ամբողջ թագավորությունը պիտի չխլեմ, հաբա դոհմը պիտի տամ քու որդիիդ իմ ծարայիս Դավիթի սիրույն համար ու Երուսաղեմի սիրույն համար, որ ես ընտրեցի»։ Սողոմոնի թշնամիները։ Դերը Սողոմոնի թեմ թշնամիմը ոտքի անեց, այսինքն Եդոմի թագավորին զարմեն եղող Եդոմայեցի Աթաթը։ Արտարև եւ Դավիթ Եդոմի մեջ էր եւ Հովաբ սպարաբեդը սպանվածները թաղելու համար բարձրացավ Եդոմի մեջ բոլոր արուները զարնել է յետք, որովհետև Հովաբ ամբողջ Իսրայելի հետ հոն 6 ամիս մնաց, մինչև որ Եդոմի բոլոր արուները գոդորեց։ Այդ ադեն Աթաթ իր հոր ծառաներեն քանիմը Եդոմայեցիներու հետ փախավ, որբես Եգիպտոս երթա։ Աթաթ թեր բզդիկ դղամն էր։ Անոնք Մաթյամե մեկնեցան եւ Փարան գացին։ Փարանեն իրենց հետ մարտիկ արին ու Եգիպտոս հասան։ Եգիպտոսի փարավոն թագավորինքով, որ անոր դումը դվավ, անոր բարեն որոշեց եւ անոր հողեր դվավ։ Աթաթ փարավոնի արչեւ շատ շնորհք դավ ու փարավոն իր գնոջ քույրը Թահպենես մայր թակուհին քույրը անոր դվավ իբրգին։ Թահպենեսի քույրը Աթաթի որդիմը ծնավ, որ Քանեփատ կոչվեցավ։ Թահպենես զայն փարավոնի դան մեջ մեծուց եւ Քանեփատ փարավոնի դունը փարավոնի որդիներուն մեջ էր։ Երբ Աթաթ Եգիպտոսի մեջ լսեց, թե Դավիթ իր հայրերուն հետ գնացել է ու Հովաբ սպարաբեդը մերեր է, Աթաթ փարավոնի ասավ. «Արցագեզիս, որբեսի իմ երգիրս երթամ»։ Փարավոն անոր ասավ. «Իմ քովս քու ինչդ բագաս է, որ քու երգիրդ երթալ կփապակիս»։ Անալ պատասխանեց. «Ոչինչ, սակայն անբաժար արցագեզիս»։ Աստված անորթեմ ուրիշ թշնամինալ ոտքի հանեց, այսինքն Եղիաթայի որդին Ռազոնը, որ իր դիրոջ Սուփայի Ադրազար թագավորին կովեն փախեր էր։ Անիրքով մարդիկ հավաքեց եւ քնթաբեդ եղավ։ Երբ Դավիթ զանոնք չարտեց, Դամասկոս կացին ու հոն փնագեցան եւ Դամասկոսի մեջ թագավորեցին։ Ուստի Ռազոն Սողոմոնի բոլոր օրերու մեջ Իսրայելի թշնամի եղավ, Աթաթի կործած չարիքին ադենը։ Իսրայելը գզզվեցներ եւ Սուրիայի վրա գթակավորեր։ Աստուծո խոստումը Հերոփովամի։ Սողոմոնի ծառան Հերոփովամալ Սարեթայի եղող Եփրատացի Նապադի որդին, որու մայրը Այրիգիմն էր Սարվա անունով, թագավորին թեմ ցերկ վերցուց։ Թագավորին թեմ ցերկ վերցնելուն բաժարը սա էր. Մինչ Սողոմոն Մելոնը գառուցաներ եւ իր հոր Դավիթի քաղաքին ջեղկվածքը գկոցեր,
Հերոփովամ զորավոր ու գդրիչ մարդ մներ, եւ Սողոմոն տեսավ, թե ան կորձունյա երդասարդ մնե, ուստի զայն Հովսեփի դան ամբողջ բռնի աշխատանքին վրա նշանակեց։ Այդ ադեն, երբ Հերոփովամ Երուսաղեմեն դուրս ելավ, Ջամփան Սիլոնացի Աքիա մարգարեն անոր հանդիպեցավ։ Ան նոր վերարգումը հակեր էր ու թաշտի մեջ երկուքը մինակ էին։ Աքիա անոր վրայի նոր վերարգում բռնեց, զայն բադրեց 12 գդորնելով եւ Հերոփովամի ըսավ. 10 գդորը քեզի ար, քանի որ դերը Իսրայելի Աստվածը սա գահիդարար է։ Ահա Սողոմոնի ցերկեն թակավորությունը պիտի բադրեմ ու 10 դոհմը քեզի պիտի դամ։ Սակայն իմ ծառայիս Դավիթի սիրույն համար եւ Իսրայելի բոլոր դոհմերեն ընդրված Երուսաղեմ քաղաքին սիրույն համար դոհմը անոր ըլլա, որովհետև զիս լքեցին ու Սիդոնացիներուն աստուծույն Աստարովթի, Մովապացիներու աստուծույն Քամովսի եւ Ամոնի որդիներուն աստուծույն Մեղկոմի երկրբակեցին ու իմ ջամփաներես չընթացան, որ իր հոր Դավիթի պես իմ արջևս ուղիղ եղածն ու իմ կանոններս ու թադավաջիրներս գործադրեն։ Սակայն անոր ցերկեն ամբողջ թակավորությունը պիտի չառնեմ, հաբազայն իր կյանքին բոլոր օրերու մեջ իշխան պիտի թողում իմ բադվիրաններս ու կանոններս բահող իմ ընդրած ծառայիս Դավիթի սիրույն համար, բայց անոր որդին ցերկեն թակավորությունը պիտի առնեմ եւ 10 դոհմը քեզի պիտի դամ, իսկ անոր որդին դոհմը պիտի դամ, որովհետեւ իմ ծառաս Դավիթ իմ արջևս ընդմիշտ ջրակ մունենա Երուսաղեմ քաղաքի մեջ, որ ընտրեցի իմ անունս հոնտնելու համար։ Քեզ ալ պիտի առնեմ ու սիրտիդ ամբողջ փապակածին համացայն պիտի թակավորես եւ Իսրայելի վրա թակավոր պիտի լաս։ Եթե բոլոր քեզի բադվիրածներու սնազանտիս, իմ ջամփաներես ընտանաս ու կանոններս եւ բադվիրաններս մայելով իմ արջևս ուղիղ եղած զանես, ինչպես իմ ծառաս Դավիթ հրավ, ես քեզի հետ պիտի լամ ու քեզի հաստատ դումը պիտի կառուցանեմ, ինչպես Դավիթի կառուցանեցի եւ Իսրայելը քեզի պիտի տամ։ Այսպես Դավիթի զարմը պիտի խոնարեցնեմ, բայց ոչ միշտ։ Սողոմոն Հերոփովամը մերցնել ուզեց, բայց Հերոփովամ գանկնեցավ ու Եգիպտոս փախավ։ Եգիպտոսի Սիսակ թագավորին քով գնաց եւ մինչեւ Սողոմոնի մահը Եգիպտոս մնաց։ Սողոմոնի մահը Սողոմոնի մնացյալ արարքները, անոր բոլոր ըրածներն ու իմաստությունը ահա Սողոմոնի արարքներու քիրքի մեջ գրված են։ Սողոմոն 40 տարի թագավորեց ամբողջ Իսրայելի վրա Երուսաղեմի մեջ։ Ապա Սողոմոն իր հայրերուն հետ քնացավ եւ իր հոր Դավիթի քաղաքի մեջ թաղվեցավ։ Անոր դեղ իր որդին Ռոբովամ թագավոր եղավ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։